Ես ասեմ, ես որպես պատիարք պիտի չդիտեմ։ Մեր համեստ առաջարկը արտահերտ ընտրություններ, որ ամեն մարդ ինքը որոշի իշխանության այս քաղաքականությանն աջակցում է, թե ոչ, Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի առաջարկն է։ Հայաստանի մեջ եղածը քաղաքական պառակտում է, հետևաբար այն ձայնը, որ բոլոր ձայները պիտի լռեցնի, Հայաստանի ժողովուրդն է։ Իրենց քվեներով պիտի երթան եւ պիտի որոշեն, թե այս քաղաքականությանը նեցուկ կկանգնին, թե ոչ։ Մեր համեստ առաջարկը արտակարգ ընտրություններուն երթալն է թերևս, որպեսզի ամեն մարդ իր ապագան տեսնե։ Վարչապետն ու եկեղեցականները ծանր խոսքերով ամբաստանում են միմյանց, ըստ Սահակ պատրիարքի, կամ կողմերը պիտի լռեն, կամ փորձեն բառարանից գեղեցիկ բառեր դուրս բերել եւ օգտագործել։ Ընդ որում Պոլսո պատրիարքն այն կարծիքին է, որ գովեստի բառեր կարող են երկու կողմերն էլ գտնել։ Կառավարությունը գնահատի վեհափառի 25 տարվա ծառայությունը եկեղեցուն, իսկ հոգևորականները Եկեղեցականները պետք է անդրադառնան, թե կառավարությունը ինչ տված է Հայաստանին, այսինքն 7 տարվան ընթացքին միայն չարություն հրացեն, օգուտ չկա։ Դեռ 2 շաբաթ առաջ Պոլսո պատրիարքը ոչ թե արտահերտ, այլ հերթական ընտրությունների մասին էր խոսում։ Եկող տարի ոչ միայն խորհրդարանական ընտրություններ են, 26 թվականին եկեղեցական ներկայացուցչական ժողով է հրավիրվելու։ Սահակ Մաշալյանը կարծում էր, որ կարելի էր այդ ժողովը վերածել ազգային եկեղեցական ժողովի։ Սա միակ մարմինն է, որ կարող է կաթողիկոսական գահի հարցեր քննարկել։ Անձնապես գիտենք, որ վեհափառ հայրապետն ալ շատ հոգնած է այս վիճակեն, սակայն եթե այնպես որքան որ ծանոթ ենք իր նկարագրին, ետքայլ չի նետեր արտաքին քաղաքական ճնշումներու ներքև եւ իրավունք ունի։ Եկող տարի այո եկեղեցական ժողով է հրավիրվելու, ներկայացուցչական հաստատում է Մայրաթորի սրբազաններից Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Դա նախապատրաստական ժողով է, որի նպատակը հետագայում ազգային եկեղեցական ժողով անելն է։ Եպիսկոպոս Սարոյանը բացառում է, որ օրակարգում կարող է կաթողիկոսի փոփոխության հարց լինել, բայց կուսակրոնության ուխտի թեմայով քննարկում չի բացառում։ Ազգային եկեղեցական ժողովը եկեղեցու իշխանության գերագույն մարմինն է, որ կաթողիկոսի ընտրությունից բացի որոշում է ընդունում եկեղեցական դավանաբանական բոլոր հրատապ հարցերով։ Կուսակրոնության ուխտի թեման այսօր իշխանությունն այնքան հրատապ է դարձրել, որ հնարավոր է գործը հաջորդ ու հաջորդող տարիներին չհասնի։ Հարցը մեր կյանքին է վերաբերում, վերջը այստեղ մենք ենք զոհաբերվողը, էլի։ Եթե մենք դիմանում ենք, ասում ենք, այո, օրը կգա, դա էլ կլինի, հա, հարցը մեզ է չէ վերաբերում։ Այս մեզնից շատ են մտահոգ մեր մասին, ես չեմ հասկանում։ Եպիսկոպոս Սարոյանը 24 տարի է կուսակրոնության ուխտ ունի։ Խնդիր համաձայն է կա եւ դա ընդհանուր է բոլոր մյուս քրիստոնեական եկեղեցիների համար։ Իշխանությունն ասում է լավ կլիներ առանց հայհոյանքի ու թիրախավորման խոսեր, եթե իրենց համար խնդիրը ոչ թե կոնկրետ հոգևորականներն են, այլ եկեղեցին։ Մտածող են, թողան մեր հետ մտածեն։ Եթե մեկը կա այդ մասին մտածում, թողա իմ հետ, ես գիշեր ցերեկ կմտածեմ հետը, կապ չունի ով է։ Նկատի չունեմ անպայման չի որ իշխանությունից լինի մտածող են, իրենց համար եկեղեցին թանկ է, կարևոր է, ուրեմն թողան մեր հետ, մեր կողքին նստենք մտածենք։ Ազգ է մառնում ընդունելու կուսակրոն քահանայության կարգը։ Այդ ուխտի մասին իրենք մտածում են, եպիսկոպոսն ասում է վեհափառի հետ են քննարկումներ եղել եւ ընդհանրապես վերջին 100 տարում եկեղեցական մի շարք մտածողներ անդրադարձել են այդ հարցին։ Գուցե կուսակրոն լինելը ոչ թե պարտադիր, այլ կամավոր դառնա։ Չի բացառվում, որ կարելի ուղղակի այդ ուխտագիրը դարձնել կամավոր, ինչպես որոշ եկեղեցիների պարագային կա, ովքեր կուզենան, թող ստորագրեն, ովքեր չեն ուզեն, թող ամուսնանան։ Էլի ես չեմ հավատում, որ կատարյալ տարբերակներ մենք կստեղծենք, որովհետև մենք գործ ունենք մարդու հետ։ Ուղղափառների, կաթոլիկների հետ ընդհանրական եկեղեցու մաս ենք, այնպիսի որոշում պիտի կայացնենք, որ եկեղեցական ավանդույթներից չշեղվենք, նկատում է եպիսկոպոս Սարոյանը։ Իդեպ նա մի շեշտադրում էլ ունի իշխանական այն մեղադրանքների հետ կապված, թե կաթողիկոսն ու որոշ սրբազաններ կուսակրոնության ուխտը խախտել են։ Ուխտի խախտումը ինչպես մեր համար, այնպես էլ յուրաքանչյուր քրիստոնյայի համար այն է, երբ որ դու հարատևում ես որևէ մեղքի մեջ, կապ չունի դա կվերաբերի սեռական ժուշկալության հարցին, թե կվերաբերի ագահությանը։ Ուխտի խախտում չեն անկումները, Գևորգ Սրբազանն այսպես է բնորոշում այն, ինչ կարող է պատահել Աստծո հետ ուխտ արած մարդ արարածի կյանքում, իսկ եթե օրինակ անկումները կրկնվում են, Իմ խոստովանը հայրը կորոշի։